Սուսաննայի առավոտը հենց այսպես էլ սկսվում է, միայն հայկական տարազն է հուշում, օրը տոնական է, հյուրեր են գալու։ Աղջիկն 9-րդ դասարանում է սովորում, 6 տարի խնամվում է Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում։ Բացերը, որոնք ընտանիքում չեմ կարող լրացնել, կարողանում եմ այստեղ լրացնել։ Սուսաննան իր հասակակիցների նման բազմաթիվ երազանքներ ունի, հավատում է դրանք անպայման իրականություն են դառնալու։ Այստեղ կյանքի դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքների 106 երեխա է ապրում։ Գտնվում ենք սոցիալական ծանր պայմաններում, մայրս չէր կարողանում, մենք 3 երեխային սնունդ, դպրոց տանել, այդպես չէր կարողանում եւ այդ իսկ պատճառով մայրս բերեց այստեղ։ Պայմանները ճիշտ է մի քիչ տարբերվում են այստեղ եւ տան, այստեղ շատ ջերմություն եմ ստանում եւ դաստիարակների եւ երեխաների կողմից։ Եթե երեխան բացակայում է, մենք զանգարում ենք ծնողին, խնդրում ենք, որ երեխային բերի, գիտենալով իրենց պայմանները, երեխան խնամվի մեզ մոտ։ Երեխաների խնամքը կազմակերպելու համար նոր պայմաններ են ստեղծվել։ Մայիսից մեկնարկած շին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Այս սենյակների ու սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից տրամադրած 360,000 ԱՄՆ դոլարի շրջանակներում։ This project, which will cost about որը կօգնի բարելավել ֆիզիկական հարմարությունները այս շենքում, ապահովել որոշակի կահույք ու նաև երեխաների համար ապահովել ընտանեկան միջավայրի մոտ պայմաններ։ Երեխաներին ընտանիքներում խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելը այլընտրանք չունի, բայց բնականաբար կան իրավիճակներ, երբ ընտանիքներին անհրաժեշտ է աջակցություն նաև այս ձևաչափով ծառայությունների միջոցով։ Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալագրերով պարգևատրեց Ռիչարդ Միլսին ու դեսպանատան մի շարք ներկայացուցիչների մշտական համագործակցության համար։ Հանրապետությունում գործող շուրջօրյա խնամքի հաստատությունները 4000-ից ավելի շահառու ունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող նմանատիպ հաստատություններում խնամվող երեխաների թիվը 1400 է։ Նախարարության կողմից շարունակական աշխատանքներ են տարվում երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս վերանորոգման աշխատանքները, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատությունում, սա որևէ կերպ չի ակասում այդ քաղաքականությանը, նաև այն առումով, որ այս նույն հաստատությունը շատ հնարավոր է, որ վերափոխվի ցերեկային խնամքի կենտրոնի։ Սոցիալական վիճակից ելնելով երեխեքը դեռևս ունեն նմանատիպ հաստատությունների կարիքը։ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից ընտանիք վերադարձողներ եղել են։ Նրանց թիվը մեծ չէ, 20-ից 23 երեխա։ Կառավարությունը կարիքի հաշվառման շրջանակներում փորձում է սեփական ընտանիքներում բավարար պայմաններ ստեղծել, որպեսզի տուն վերադարձող երեխան կարիքից թերթված ետ չդառնա։ Նազիլ Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։